Ողջույն սիրելի երկվորյակներ, ես այժմ կներկայացնեմ 2024 թվականի ապրիլ ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են երկվորյակներ նշանի ներքո։ Դե ինձ սիրելիներս, այսօր ապրիլի 1-ն է եւ այսօրվանից սկսած Մերկուրի մոլորակը կանգ է առել, որպեսզի սկսի իր հետընթացը։ Իսկ մենք հիշում ենք, որ Մերկուրի մոլորակը երկվորյակների գլխավոր մոլորակն է եւ ինչ ասպեկտացիա կամ ինչ տրանզիտ ունենում է Մերկուրին, այն անմիջականորեն ազդում է երկվորյակների կյանքի վրա։ Դե ինձ սիրելիներս, քանի որ երկվորյակները չափազանց շատ շփվող եւ չափազանց շատ արտահայտվող նշան են, այսինքն ապրիլի 1-ից 25-ը, քանի որ Մերկուրին լինելու է հետընթաց վիճակում, ուշադիր եղեք, թե ինչ եք ասում, ինչ տոնայնությամբ եք ասում, ում եք ասում, որովհետեւ հնարավոր է, որ դուք չկարողանաք կառավարել ձեր հույզերը, չկարողանաք ճիշտ ձևակերպել ձեր մտքերը եւ սխալ ինչ-որ մի անմտություն ասեք, որը դիմացի մարդու մոտ կարող է ընկալվել որպես վիրավորանք եւ դրանով իսկ առաջանա տարաձայնությունը։ Քանի որ Մերկուրի մոլորակը հետընթաց է ձեր 11-րդ ոլորտում, խնդիրը կարող է առաջանալ այն մարդկանց հետ, ում հետ դուք շփվում եք, ձեր ընկերներն են, ձեր գործընկերներն են, միգուցե on-line հարթակում ձեր շփումներն են, այն նրանց հետ կարող է առաջանալ խնդիրներ։ Մերկուրին երբ հետընթաց է նաև անցյալից մեզ հիշում են մարդիկ եւ այդ մարդիկ կարող են լինել նախկին ձեր սերերը, նախկին գործընկերները, միգուցե ընկեր, դասընկեր կամ կուրսեցի, ում դուք շատ վաղուց չեք տեսել, շատ հնարավոր է, որ ապրիլի 1-ից մինչև 25 ընկած ժամանակահատվածում ձեզ հիշի, զանգի կամ գրի, այսինքն հայտնվի արդեն ձեր կյանքում։ Ապրիլի 3-ին Վեներա մոլորակը միանում է Նեպտունի հետ 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, սա ուրեմն կարելի է ասել վարդագույն ակնոցների ժամանակահատվածն է։ Ինչու 10-րդ ոլորտը, սա մեր բարձրագույն ոլորտն է, սա այն է, ինչին մենք ձգտում ենք մեր ամբողջ կյանքում ունենալ դիրք, ունենալ անուն հեղինակություն, ունենալ լավ ընտանիք, լավ երեխաներ եւ տեսեք, ապրիլի 3-ին այստեղ Վեներան եւ Նեպտունը միանալով մեզ դարձնում են չափազանց շատ էմոցիոնալ, մենք սկսում ենք պատկերացնել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Եվ ապրիլի 3-ից հետո, ասենք, ենթադրենք այդ օրը ձեզ աշխատանք առաջարկեն, որը դուք կպատկերացնեք, որ ձեզ ապահովելու է ամբողջ կյանքում, դա չի լինելու, որովհետև այստեղ սպասվում է հիասթափություն։ Ամսի 5-ին արդեն Վեներա մոլորակը մուտք է գործում 11-րդ ոլորտի դեպ նշեմ, որ ամբողջ ամսվա ընթացքում ձեզ մոտ շատ ակտիվ է 11-րդ ոլորտը, ինչու, որովհետև այստեղ մենք ունենք նաև արևի խավարում։ Դե ինչ, ամսի 5-ից Վեներան է մուտք գործում 11-րդ ոլորտ եւ հնարավոր է ծանոթություն կնոջ հետ, որը կարող է լինել ձեր գործընկերը, ձեր ընկերներից ինչ-որ մեկը կամ on-line հարթակում հնարավոր է ինչ-որ կնոջ հետ ծանոթանաք, որը կարող է նաև դառնալ ձեր լավ խորհրդատուն։ Ամսի 8-ին արևի խավարում է տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում, սա գարնանային վերջին խավարումն է։ Առաջին խավարումը հիշում ենք տեղի էր ունեցել մարտի 25-ին ձեր 5-րդ ոլորտում, իսկ ապրիլի 8-ին այս արևի խավարումը փակում է խավարումների միջանցքը, որը տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում։ Սիրելիներս, արևի խավարումը սա նույն ինքը նորալուսինն է, սակայն 1000 անգամ ավելի ուժգին, նշանակում է նորություններ են սպասվում այստեղ։ Հնարավոր է ապրիլի 8-ից հետո դուք որոշեք, որ ուզում եք on-line հարթակում ինչ-որ սեփական բիզնես սկսել կամ դառնալ բլոգեր կամ մեծ շրջապատ ունենալ կամ ապրիլի 8-ից հետո հնարավոր է այնպիսի աշխատանք ձեզ առաջարկեն, որը անմիջականորեն շփվում է մեծ կոլեկտիվների հետ, այսինքն հարյուրավոր մարդկանց հետ։ Ամսի 10-ին Մարսը եւ Սատուրնը միանում են ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, 10-րդ ոլորտը նշեցի արդեն սա մեր բարձրագույն ոլորտն է։ Եվ այստեղ ամսի 10-ին, ուրեմն տեսեք, Սատուրն մոլորակը արգելափակումներ է դնում, այսինքն ինչ որ մի բան մենք ուզում ենք անել մեր աշխատանքի, մեր կարիերայի հետ կամ մեր ամուսնական կարգավիճակի հետ, սա Մարս մոլորակն է, որը մեր ակտիվություն է, սակայն Սատուրնը արգելափակում է այդ ամենը։ Եվ ամսի 10-ին ամեն ինչ չէ, որ կստացվի սրա հետ կապված։ Ամսի 21-ն է լինելու շատ հետաքրքիր օր, որովհետև սպասվում են անակնկալներ, քանի որ Ուրան մոլորակը միանում է Յուպիտերի հետ ձեր 12-րդ ոլորտում, սիրելի երկվորյակներ, իսկ Ուրանից ինչ ասես կարելի է սպասել եւ դրական եւ բացասական անակնկալներ, ուրեմն ամսի 21-ին ձեզ խորհուրդ կտամ
Ընդհանրապես շատ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ, որովհետև այստեղ ներգրաված է 12-րդ փակ ոլորտը, այսինքն սա ներքին հոգեվիճակն է, նաև ձեր առողջությունն է, այն ամենն է, ինչը մենք չենք տեսնում, ձեր վախերն են, ձեր հույզերն են, եւ Ուրան մոլորակը ներկայացնում է նաև ավիացիան, ներկայացնում է էլեկտրաէներգիան, այսինքն նման բաներից պետք է հեռու մնալ, ինքնաթիռ պետք չէ նստել, առավել եւս երբ Մերկուրին մինչև ամսի 25-ը հետ ընթաց վիճակում է։ Ամսի 21-ին համենայն դեպս հնարավոր է ինչ-որ անակնկալ բացահայտում, ենթադրենք դուք ուրիշի գաղտնիքն եք շատ պատահական իմանում, որը ցնցում է ձեր ամբողջ ներաշխարհը։ Ինչու է ցնցում, որովհետև Ուրան մոլորակը մեզ սովորական անակնկալներ չի մատուցում։ Ամսի 23-ին լիալուսին է տեղի ունենում։ Այս լիալուսինը վերջակետ է դնում այն բոլոր հարցերին, որոնք կային ձեր առողջության նկատմամբ կամ ուրիշների առողջության նկատմամբ, որոնց խնամքով դուք եք զբաղվում։ Հնարավոր է ամսի 23-ի լիալուսնով ավարտվում է այն աշխատանքը, որը դուք մինչ այդ կատարում եք, հնարավոր է ավարտվում է այն առողջական խնդիրը, որը դուք մինչ այդ ունեիք։ Այստեղ ամսի 23-ի դրությամբ, եթե դուք մինչ այդ, ասենք, բուժվում եք, հնարավոր է արդեն ապաքինում։ Նաև այստեղ հնարավոր է, եթե ընտանիք կենդանի ունեք, նրա հետ կապված ինչ-որ հարց ի վերջո լուծվի։ Ամսի 29-ին Վեներա մոլորակն է տեղափոխվում ձեր 12-րդ ոլորտ, եւ այստեղ 12-րդ ոլորտում արդեն Վեներան փորձելու է մի փոքր ավելի լավ վիճակ ստեղծել, որովհետև հիշում ենք, որ Ուրան մոլորակը 12-րդ ոլորտում խնդիրներ էր առաջացնում անընդհատ մեր ներքին հոգեվիճակի հետ, ամսի 29-ից հետո արդեն խաղաղություն է սպասվում մեր հոգեվիճակում։ Իսկ ամսի 30-ին Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր 11-րդ ոլորտ, եւ քանի որ մայիս ամսին է լինելու Մարս մոլորակը, ամբողջ մայիս ամսվա ընթացքում է լինելու ձեր 11-րդ ոլորտում, ես բնականաբար այս մասին կխոսեմ արդեն մայիս ամսվա կանխատեսումներում։ Դե այն սիրելիներս, այսքան ապրիլ ամսվա համար կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ